Բարի լույս, հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, խոսքը վերաբերվում է նրան, որ բոլորին դեմ եմ, քվեաթերթիկը արդեն իսկ իրականություն է, այն տրամաբանությամբ, որ երեկ գրանցվեց բոլորին դեմ եմ կուսակցությունը, որը ինչպես գիտեք, ինքնալուծարվող կուսակցություն է, այսինքն այս ընտրություններից հետո, այս ընտրությունները հաղթահարելուց հետո մենք գնալու ենք նոր ընտրական կարգ հիմնելուց հետո գնալու ենք ավելի արդար եւ ներառական ընտրությունների, որտեղ արդեն ոչ թե միայն օլիգարխներն ու ադմինիստրատիվ լծակը վերահսկող ուժերը կամ չգիտեմ դրսից կամ եսիմ տարբեր զարտուղի ճանապարհներով ֆինանսավորվող ուժերը կկարողանան պարլամենտում ներկայացնել ժողովրդին, այլ ժողովրդին կներկայացնեն բոլոր այն ուժերը, ովքեր 1% քվե կհավաքեն, ինչը ամենևին այնպես ֆանտաստիկայի ժանրից չի, մարդիկ հանգիստ կարան 1%-ով բազմաթիվ ուժեր, այդ թվում ժողովրդի կողմից ճանաչված, ոմանք ընդունված, գոնե իրենց 1%-ի չափով ընդունված, դա կարա իրականություն լինի եւ այդ տրամաբանությամբ կարող ենք մասնակցել գնալ նոր, ավելի արդար եւ ավելի այսպես ներառական ընտրությունների։ Երեք բոլորին դեմ եմ կուսակցությունը գրանցվեց, այսինքն երբ որ դուք գնաք ընտրության հունիսի 7-ին, այնտեղ գրված է լինելու բոլորին դեմ եմ։ Մենք պայքարում ենք այն բանի համար, որ այդ թերթիկը լինի հետագայում, բայց հիմա արդեն որպես կուսակցություն այդ թերթիկը կա, բոլորին դեմ եմ։ Եվ այդ կուսակցությունը իր ներքին ինքնասահմանափակող նորմերով որևիցե ձևով, որոնց մասին հետո կխոսենք, որևիցե ձևով չի կարա չարաշահի ձեր վստահությունը։ Եթե դուք իրոք բոլորին դեմ եք, ապա բոլորին դեմ եմ նախաձեռնությունը, ձեզ տալիս է հնարավորություն քվեարկել բոլորին դեմ եմ։ Ու դրանով դուք մեզ կողմ չեք քվեարկում, դուք դեմ եք քվեարկում բոլորին բառից բուն իմաստով։ Բառից բուն իմաստով մենք ունենք ինքնասահմանափակող նորմեր, այսինքն ցանկացած падգամավոր։ Մի օրինակ բերեմ, ենթադրենք 4-5% ձայն ենք հավաքում, անցնում ենք պարլամենտ։ Բոլորին դեմ եմ ցուցակով։ Մենք այդ բոլորին դեմ եմ, այնտեղ դարձնում ենք բոլորին դեմ եմ։ Էլի բոլորին դեմ եմ, այսինքն 4-5%-ը մենք խոստացել ենք, որ մանդատները դնում ենք դուրս գանք։ Այդ 4-5%-ը այնտեղ մնում է թափուր, աթոռ բոլորին դեմ եմ, ինչպես որ ժողովուրդը կուզեր։ Եթե դա լինում է ավելի բարձր տոկոս, բոլորին դեմ եմ, քվեաթերթիկի օգտին քվեարկած մարդիկ, ապա այդ բոլորին դեմը կարող է այդ բոլորին հարկադրի գնալ նոր ընտրությունների, բոլորին դեմ եմ քվեաթերթիկով, արդեն ոչ թե մեր կուսակցության, այլ ընդհանրապես ամբողջ հանրապետության համար բոլորին դեմ եմ, կարողանում է շեմ փոխի իջացնի 1% եւ կարողանում է այդ բացարձակ մեծամասնությունը, որը էլի դից մանիպուլյատիվ հնարք է սահմանադրության մեջ դրած, դա կարողանում է չեղարկի։ Այսինքն կախված ձեր ձայնի, բոլորին դեմ եմ տրամադրած ձեր ձայների քանակից, այդ բոլորին դեմ եմ այդ քանակով էլ գործում է։ Ու մենք, ովքեր ներկայացնում են այս գաղափարը, մենք դրանից ոչ մի օգուտ, բացարձակապես ամենաշատը 100 օր հետո մանդատները դնում ենք, գնում ենք նոր ընտրությունների։ Իսկ եթե բոլորին դեմ եմ այդքան մեծ տոկոս չի հավաքում, ապա մանդատները շուտ են դնում, դուրս գալիս, էլի իրականացնելով բոլորին դեմ եմ մարդկանց, բոլորին դեմ եմ արտահայտվող մարդկանց կամքը, քվեն, կարծիքը, ովքեր գործող բոլոր խաղացողներին ասում են ընկեր, մենք բոլորին դեմ ենք։ Այսի ուզում եմ միջև այս ուղիղ եթերս կանեի, այսօր նոր ճանապարհին հանդիպեցի մի քաղաքացու, ով միավորման, համախմբման կոչ էր անում ու ասում է ես չեմ ընդունում ձեզ, որովհետև դուք չեք համախմբվում Նիկոլի դեմ, բոլորդ պետք է համախմբվեք բանը, այսինքն մի ուրիշ տարբերակ էլ մենակ Նիկոլին եմ դեմ։ Ես ուզում եմ հիմա այդ քաղաքացիների համար էլ ասեմ,
որ մենակ Նիկոլին են դեմ։ Եթե դուք մենակ Նիկոլին եք դեմ, ոչ թե բոլորին եք դեմ, եկեք մի հատ այս հարցը քննարկենք ժողովուրդ։ Բա ասենք Նիկոլին դեմ բոլորը միավորվել են, ով է լինելու իշխող քաղաքական ուժը Նիկոլից հետո։ Եթե բոլորին դեմ չեք եւ միայն Նիկոլին եք դեմ, ով է լինելու, այսինքն համախմբվեցինք, ինչ է լինելու։ Ձեր կարծիքով այսօր քվեընտրություններին մասնակցող միլիարդերները համաձայնվելու են, որ Նիկոլին գցելուց հետո, ասենք, օրինակ Մանասյան Հայկը լինի վարչապետ եւ Մանասյան Հայկը հիմնական ուղղությունները կամ կոնսուլտացիաները իրականացնի, թե երկիրը ուր պիտի գնա, կամ Մանասյան Հայկի Իշխան Գևորգյանը, հա, կամ Խաչիկ Օհանյանը, կամ Սպարտակ Գյուրեղյանը, Արամ Քոչարյանը, հա, համանք համաձայնվելու են, որ այ գիտեք, այս տղեկը լավ տղեկ են, այս տղեկը բավականին ազնիվ են, նվիրված են, անձնական շահ չեն հետապնդում, այ դրա համար եկեք թող իրանք լինեն, Նիկոլին գցելուց հետո թող իրանք լինեն, ոչ ամեն մեկը առաջատանելու իր քաղաքական գիծը։ Այսինքն օրինակ Մերձևովը Սամվել Կարապետյանը առաջատանելու իր գիծը, ասելու է Նիկոլին գցեցինք, հա, հիմա ես եմ։ Ռոբերտ Քոչարյանն ասելու է Նիկոլին գցեցինք, ուրեմն ես եմ։ Գյումրու ընտրություններում ինչպես եղավ։ Ընդդիմությունը, այսինքն այդ որ Նիկոլին էին դեմ, ՔՊ-ին էին դեմ, հաղթեց եւ հետո հարց առաջացավ, բա ով է լինելու իշխանություն, այսպես ասած, գործադիր իշխանություն, քաղաքապետ։ Եվ Վարդան Ղուկասյանն ասեց, այ ընկեր, ամենաշատ ձայն ես եմ հավաքել մեր պայքարում, ամենաշատ ներդրում ենթադրենք ես եմ, արի ես պետք է լինեմ։ Բասմախոեն ավելի քիչ ներդրում, ավելի քիչ ծախսեր եւ ավելի քիչ ձայն հավաքած մարդիկ քո չեն լինելու։ Այս խոսակցությունը լինելու է։ Ես գիտեմ, որ ժողովուրդ դուք կարճամտության ռեկորդակիր եք։ Կարճամտության, անհեռատեսության, էմոցիոնալ անմտածվածության ռեկորդակիր եք։ Ես դա գիտեմ։ Ազգիմ, տառապած եւ այդ տառապանքների վրա մի գրամ խելք ավել չհավաքած։ Ես դա գիտեմ։ Ես որ ասում եմ ազգիմ, ես նկատի ունեմ էլի ասում մեծամասնությանը կամ մի զգալի մասին։ Ես այդ միշտ գիտեմ, որ կան բացառություններ կամ կա նաև այլ տարբերակ, բայց որոշիչ քանակը ազգիս, էսա, ասում է գնանք Նիկոլին գցենք, հարց չկա, ով է լինելու նրանից հետո, որտեղ Նիկոլին գցելուց առաջ էլ ասում էինք գնանք Սերժին գցենք, դրանից առաջ էլ ասում էինք գնանք Քոչարյանին գցենք, դրանից առաջ էլ ասում էինք գնանք Լևոնին գցենք, դրանից առաջ էլ ասում էինք գնանք սովետական կարգերը գցենք կամ սովետական ղեկավարներին գցենք։ Այդ խոսակցությունը անverջ եղել է։ Անverջ այդ խոսակցությունը կա, հիմա հերթականն է։ Ինձ թվում է այսքանից հետո պետք է էլի որ հասկանանք ով է գալու Նիկոլից հետո։ Մենք առաջարկում ենք, որ Նիկոլից հետո նոր ընտրական մեխանիզմով, այսինքն բոլորին դեմ եմ ինչ ասում։ Ասում եմ, եթե իրոք դուք տես չեսնի եք, իրոք դուք ուզում եք Նիկոլին գցեք, դե եկեք միացեք բոլորին դեմ եմ ծրագրին, նախաձեռնությանը։ Եկեք Նիկոլին գցենք, տեսեք ինչ ասում։ Նիկոլին գցենք եւ նոր ընտրական կարգ որոշենք, պայման կապենք, չեսնի խաղալու եւ ռեստարտ անենք։ Սա ասում է բոլորին դեմը։ Եկեք ասում է Նիկոլին գցենք, բայց դրանից հետո մեկը չառիթավորվի հանգարց։ Ավելին, ով որ առաջից է այդում դեմից է գնում, ինքնասահմանափակող պայման է, ստորագրում է, փաստաթուղթ է ստորագրում, որով պարտավորվում է Նիկոլին գցելուց հետո իր առաջնորդությունը, իր առաջնահերթությունը առաջ չբրդի։ Ամեն ուժ Նիկոլին գցելուց հետո պիտի պատրաստ լինի 100 օր հետո նոր ընտրությունների ավելի արդար եւ ներառական կարգ ու կանոնով։ Իսկ հիմա այն մարդիկ, որ ասում են բոլորդ մի համախմբեք, մենակ Նիկոլին գցեք, իրանք ինչ են առաջարկում։ Համախմբվեցինք, Նիկոլին են գցում։ Հետո ով է լինելու հաջորդ օրը ինչ ներքին գզվրտոցած սկսելու, այսինքն ես գնամ, համախմբեմ, Նիկոլին գցեմ, որ վերջում ինչ։ Վերջում ինչ։ Կարապետյանից ուժից ինչ որ մեկը գա երկրի ղեկավար, բայց սկզբում ասում եք, թե Նիկոլին գցենք։ Հա վերջում պարզվելու է, որ Նիկոլին չէին գցում, հա, Կարապետյանին էինք առաջ տանում, բարձրացնում։ Վերջում պարզվում է Նիկոլին չէին գցում, հաստատ Քոչարյանին էինք բարձրացնում։ Հա Գցենք Նիկոլին։
Գցենք, դե եկեք, բայց պայմանով, որ Նիկոլին գցելուց հետո, գահանքեց անելուց հետո, գնում ենք նոր ընտրությունների։ Եկեք, բոլորին դեմ եմ հենց դրա մասին է։ Բոլոր նրանք, ովքեր խոսում են համախմբումից, մենք ասում ենք դուք բան չենք էլի, միամիտ երեխա չենք էլի, եկեք մի հատ տենանք, հասկանում ենք, չէ՞ որ դրա հաջորդ օրը խնդիր է լինելու։ Այդ հաջորդ օրվա խնդրի լուծումն ենք մենք բերում, ներկայացնում։ Եվ եթե իրոք դուք համախմբման կողմնակից եք, հարգելի ժողովուրդ, ապա եկեք միացեք բոլորին դեմին։ Եկեք միացեք։ Եվ մեկ էլ ձեր շանսերը մի քիչ իրատեսական գնահատեք, ես իմ երիտասարդ գոլեգաներին եմ ասում, քաղաքականության մեջ երիտասարդ։ Մի քիչ ձեր շանսերը adekvat գնահատեք։ Չեմ ուզում նեղացնեմ ինձ համար հարգելի մարդկանց, բայց ժողովուրդ ջան, երբ որ դուք ձեզ հռչակում եք որպես ընկերական եմ ասում, եթե դուք ձեզ հռչակում եք որպես Նիկոլի միակ ալտերնատիվ, հենց այդտեղից էր, բա որ Նիկոլի միակ ալտերնատիվը դուք չեղաք, ասենք Սամվել Կարապետյանն եղավ, ինչ եք անելու, կամ Ռոբերտ Քոչարյանն եղավ, ինչ եք անելու։ Որովհետև տարբեր պատճառներ կան, որով կարան մարդիկ համախմբմանը, համագործակցությանը դեմ լինեն։ Բայց պատճառը բերել, որ գիտես ինչ կա, ես չեմ գնում համագործակցության, որովհետև Նիկոլից հետո ես եմ լինելու, բոլոր սոցհարցումները դա են ցույց տալի։ Դա արդեն լուրջ չի, էլի։ Դա ոչ միայն ինքնագնահատականի, դա ընդհանրապես ողջամտության, ողջախոհության, հոգեկան առողջության հարցեր է առաջացնում։ Ինձ մոտ միգուցե ժամանակը այլ բան ցույց տա։ Բայց դա արդեն հոգեկան առողջության հարցեր է առաջացնում, որ Նիկոլից հետո ես եմ։ Դրա համար ես չեմ համախմբվի ոչ մեկի հետ։ Դա էլ առանձին հարց, համախմբվել չհամախմբվելու հետ կապված։ Ու իրական այդ համախմբման առանցքը բոլորին դեմ եմ նախաձեռնությունն է, որը այդ հաջորդ օրվա, այսպես ընդունեք հաջորդ օրվա կոնցեպտ, հաջորդ օրվա կոնցեպտը դնում է հիմքում։ Այո, գնացինք, բոլորով միացանք, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ասում, եւ Նիկոլին գցեցինք։ Ով է լինելու հաջորդը։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, պիտի Սամվել Կարապետյանը լինի, Տաշիր գրուպի։ Մենք դա չենք ընդունում։ Չենք ուզում տենց։ Եթե հատուկ արդար ընտրություններ են ժողովուրդը նրան ընտրի, էլի հարց չկա։ Բայց ժողովուրդ ջան, Նիկոլին գցելը, եթե իրոք կրկնում եմ ձեր հոգսնա, ապա ինձ ասեք Նիկոլին գցելուց հետո ով է լինելու ղեկավար։ Դնելու ենք անմիջապես դրանից հետո հնարավորինս սև ժամկետներում, մեր դեպքում 100 օր, դնելու ենք նոր ընտրություններ, թե չէ։ Թե կպավ, հետո այս նույն սահմանադրությամբ նոր Նիկոլ ենք գլխներիս աճացնելու։ Կամ նոր, չգիտեմ, ուրիշ բան։ Ամփոփեմ խոսքս, բոլորին դեմ եմ քվյաթերթիկը այլևս իրականություն է։ Գրանցվել է բոլորին դեմ եմ կուսակցությունը, եւ երբ որ դուք գնաք ընտրատեղամաս, այսպես բացում եք այդ ծրարը, այնտեղ տարբեր անուններ է գրած, ենթադրենք մեր ձևով կամ չգիտեմ, ենթադրենք դաշնակցություն կամ չգիտեմ, ենթադրենք մեկը գալիս է գրած է բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն։ Այդ բոլորին դեմ եմը ձեր իրական բոլորին դեմ եմ կարծիքն է արտահայտելու, հիմնվելով իր ինքնասահմանափակող փաստաթուղթերի վրա։ Պատկերացրիք, ինչու եմ ասում, շաբաթ նուրբաթից շուտ եկավ, որովհետև այլևս այդ քվեն, այդ հնարավորությունը առկա է։ Մանրամասների մասին խոսենք առաջիկայում։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։